Ախպոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ ախպերը, որ զովել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինողը, այդ բարդակ շինողը իրանց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը Չէ, չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էլի ին քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում, պաժալստը, մինչև ենքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Ձեր գործողությունները ինչ են լինելու։ Չէ, հիմա այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է, լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն է, թող հիմա քնիչ հանձնաժողովի բա գործը որն է էլի, ուզում դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում, քնիչ հանձնաժողովը ինչն էր քննում։ Պատերազմի հետևանքները, այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, չի ելավ ու մեղքով եղավ։ Ու ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է եկել, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահ տալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմի տուժասն եմ, ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավել լավ է զենքը ձեռս մեռնեն, թուրքի, ինչա, բա էդի չի տանում, այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ էսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջենք, խախնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք, մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին, հլը մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ, ընդեք վաղը կռիվելավ էլի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։